Եվ այսպես Իլհամ Ալիևը օգտագործելու է Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին Գերմանիայում էր, մի շարք հանդիպումներ ունեցավ տեղացի պաշտոնյաների հետ, Գերմանիայի կանցլեր Մերցի հետ հանդիպում ունեցավ, Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ, Գերմանիայի նախագահի հետ հանդիպում ունեցավ, նաև Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպում ունեցավ, գոնե պետական լրատվամիջոցները ներկայացնում են, որ այդտեղ մեծամասամբ եղել են Գերմանիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ եւ մի շարք հայտարարություններ արեց Նիկոլ Փաշինյանը, նախ հերթական անգամ ամրագրեց, որ պաշտոնական Երևանը պատրաստ է ստորադասել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը հանուն Իլհամ Ալիևի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, բայց Նիկոլ Փաշինյանը սրանով կանգ չառավ եւ նաեւ հետեւյալ առաջարկը հնչեցրեց, նա առաջարկում է ճանապարհային քարտեզ մշակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ միաժամանակ, այսպես ասած, փակել երկու հարց՝ արևմտյան Ադրբեջան կամ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստան եւ Արցախահայերի վերադարձի հարցը Արցախի Հանրապետություն, ինչու ենք այսպես ասում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը բերել է եւ հավասարեցրել է այս երկու երևույթները, որոնք իրար հետ որևիցե կապ չունեն, նույն նժարի վրա է դրել, բայց արձանագրենք հետեւյալը. դիվանագիտության տեսանկյունից սա նշանակում է հետեւյալը, որ Հայաստանի Հանրապետությունը ոտնահարել է, ոչնչացրել է եւս մեկ կարմիր գիծ եւ արցախցիների Արցախ վերադառնալու լեգիտիմ իրավունքը, որը համապատասխանում է միջազգային իրավունքին, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է սրա վերաբերյալ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ։ Եկեք վերհիշենք, ինչ տեղի ունեցավ վերջին օրերի ընթացքում եւ հասկանանք, թե ում ձեռքում է գտնվում Նիկոլ Փաշինյանի կառավարման վահանակը։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայաստանի Հանրապետությունը Եվրոմիության հետ ստորագրում է համագործակցության նոր պայմանագիր, համագործակցության վերաբերյալ նոր փաստաթուղթ, իշխանական լրատվամիջոցները տարբեր կերպ ամեն ինչը մեկնաբանում են, ներկայացնում են, որ սա նոր ապագա է Հայաստանի Հանրապետության համար բացում, բայց քանի որ Ադրբեջանում Հայաստանի Հանրապետությունը ընկալում են որպես սահմանափակ ինքնիշխանությամբ քաղաքական սուբյեկտ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանում է Հայաստան-ԵՄ պայմանագիրը եւ նշում է հետեւյալը, որ իրենց ընդհանրապես դուր չեն գալիս այն ձևակերպումները, որոնք տեղ են գտել այդ պայմանագրում։ Օրինակ, իրենք այդքան էլ դրական չեն գնահատում, որ խոսք կա ռազմագերիների մասին, Բաքվում պահվող ռազմագերիների մասին, որ խոսք կա Արցախից բռնի տեղահանված հայերի եւ նրանց իրավունքների մասին, եւ դրա վերաբերյալ հայտարարություններ համապատասխան տարածում մեր ԱԳՆ-ն արձագանքում է այս ամեն ինչին, ասում է, որ իրականում Ադրբեջանի բոլոր մտահոգությունները փարատված են օգոստոսի 8-ի պայմանագրում, բայց մի բան է Հայաստանի ԱԳՆ-ն, մեկ այլ բան է Նիկոլ Փաշինյանը, ով ի պատասխան Ադրբեջանից եկած առաջարկներին անմիջապես արձագանքում է եւ ասում է, դե եկեք միասին հետեւյալ որոշումը կայացնենք, ճանապարհային քարտեզ մշակենք եւ միաժամանակ կերպով փակենք եւ Արցախահայերի Արցախ վերադարձի հնարավորությունը, ասում եմ, ես արդեն արցախցիներին դա բացատրել եմ, որ դա անհնար է, մյուս կողմից էլ միանգամից փակենք արևմտյան Ադրբեջանի եւ արևմտյան ադրբեջանցիների Հայաստան վերադարձի հարցը։ Տեսեք, վերջին տարիների փորձը մեզ ապացուցում է հետեւյալը, որ Ադրբեջանը բավականին ընտրողաբար է մոտենում Հայաստանից եկող առաջարկներին, ընտրողաբար հետեւյալ համատեքստում իրենք ոչ թե միանգամից մերժում են այդ առաջարկներին, այդ առաջարկները դառնում են բանակցությունների փաստորեն առարկա, բայց վերջում Ադրբեջանը այդ ամեն ինչից ստանում է այն, ինչ իրեն անհրաժեշտ է։ Եկեք մի քանի օրինակ պարզապես բերենք։ Ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանի Հանրապետությունը կհամաձայնվի լուծարել ԵՀԿ Մինսկի խումբը, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվի խաղաղության պայմանագիր։ Խաղաղության պայմանագիր ստորագրված չկա, ԵՀԿ Մինսկի խումբը լուծարված է։ Հիշում եք, տարուկես 2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ասում էր, ի պատասխան ադրբեջանցիների պնդումների, որ իրենք Հայաստանի Հանրապետության տարածքով Զանգեզուրի միջանցք են ասում, հրամայել էր, հրահանգել էր ԱԱԾ-ին Հայաստանի տարածքում 3 անցակետ բացել, որպեսզի ադրբեջանցիները կարողանան Հայաստանի տարածքով անցնել եւ գնան դեպի Թուրքիա, գնան դեպի Նախիջևան։ Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը բացեց թե չբացեց այդ անցակետերը, սա մեկ այլ հարց է, բայց նախ ինքը մուտք չունի դեպի ադրբեջանական ենթակառուցվածքները, ադրբեջանցիներն շարունակում են պնդել, որ իրենք ուզում են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Եվս մի կարևոր առաջարկ, հարգելի հեռուստադիտողներ, դուք հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը առաջարկում էր Հայաստանին եւ Ադրբեջանին միմյանց վրա չհարձակվելու պակտ ստորագրել։ Դուք հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը առաջարկում էր Ադրբեջանին սահմանափակել միմյանց սպառազինությունները, վերահսկել
վերահսկել սպառազինությունները։ Դե Ադրբեջանը մեր սպառազինությունների քանակը եւ որակը ինքը իսկապես վերահսկում է, որովհետեւ Ադրբեջանից շատ են լինում հայտարարություններ, նաեւ հայ փորձագետների սիրելի Հիկմետ Հաջիևի կողմից, ով ասում է այն մասին, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները եւ Ադրբեջանը ունի օբյեկտիվ մտավախություններ այն բանի վերաբերյալ, որ դա կարող է կրկնվել, հետեւաբար դա էլ նշանակում է, որ Հայաստանի սպառազինությունը պետք է սահմանափակվի, բայց Ադրբեջանը վերջին շրջանում արդեն երկրորդ անգամ ավելացնում է 2026 թվականի ռազմական ծախսերի բյուջեն։ Դրա համար ենք ասում, Ադրբեջանը ինքը ոչ թե միանգամից մերժելու է Նիկոլ Փաշինյանի առաջարկը, այլ բանակցությունների սեղանի շուրջ այս ամեն ինչը քննարկվելու է։ Վերջում դա կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը իր վրա պարտավորություն է վերցնելու թե ներքին օրենսդրական ակտերում, ենթաօրենսդրական ակտերում չարծարծել արցախցիների Արցախ վերադառնալու հարցը, հնարավոր ընդհանրապես Արցախ բառը եւս արգելվի, միջազգային փաստաթղթերում դա եւս պետք է չարտացոլվի, բայց ահա Ադրբեջանը ինքը ականջալուր կլինի Նիկոլ Փաշինյանի առաջարկին, կհրաժարվի Արևմտյան Ադրբեջան նախագծից, թե ոչ, այս է շատ լուրջ հարց է։ Ավելին, ադրբեջանցիների քաղաքականությունը, եթե մենք ուսումնասիրում ենք եւ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը ուսումնասիրում ենք, մենք տեսնում ենք հետեւյալը։ Օրինակ, այստեղից ասում են, դե եթե չլինի Արցախը, չլինի Լաչինի միջանցքը, ադրբեջանցիները Հայաստանի տարածքով միջանցք չեն պահանջելու, բայց ոչ Արցախը կա, ոչ Լաչինի միջանցքը, իրենք միևնույն է, դա պահանջում են։ Ավելին, ադրբեջանցիները ինչ են ասում։ Իրենք ասում են հետեւյալը. երբ որ հայերը խոսում են Արցախ վերադարձի իրավունքի մասին, դա նշանակում է, որ հայերը դեռ ունեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ, տարածքային նկարտումներ, բայց երբ որ ադրբեջանցիներն են խոսում Հայաստան տեղափոխվելու մասին, դա ընդհանրապես հումանիտար խնդիր է, դա պատմական արդարությունը վերականգնելու խնդիր է, եւ երբ որ Հայաստանը հրաժարվում է արցախցիների Արցախ վերադարձի հարցից, դա նշանակում է հետեւյալը. Ադրբեջանը օգտվում է դրանից եւ ստանում է իր ձեռքերը ազատվում են արդեն ամբողջ թափով զբաղվել նրանով, թե ինչպես բերել եւ ադրբեջանցիներին տեղավորել Հայաստանում։ Իսկ ինչու են ադրբեջանցիները ընդհանրապես պետք Ադրբեջանին Հայաստանում, շատ բարձ, եթե իրենք Հայաստանում ուզում են ստանալ կոմունիկացիա, իրենց այդ կոմունիկացիայի համար կենթանի վահան է պետք։ Այդ կենթանի վահանը պետք է լինեն հենց ադրբեջանցիները, ավելին, եթե ադրբեջանցիները գալիս են Հայաստան, պաշտոնական Բաքուն, Հայաստանի վրա քաղաքական եւ ռազմական ճնշում գործադրելու նոր գործիքակազմ է ստանում, որտեղ ցանկացած պահ իրենք կարող են ասել, որ տեղի ադրբեջանցիները անվտանգային առումով սպառնալիքի ներքո են, կոմունիկացիան սպառնալիքի ներքո եւ Ադրբեջանը իրավունք ունի ինչ-ինչ քայլերի դիմել իրենց անվտանգությունը, կոմունիկացիայի անվտանգությունը ապահովելու համար։ Հետևաբար, ամփոփելով մեր այսօրվա զրույցը, պետք է նշենք հետևյալը. հարգելի հեռուստատողներ, երկու տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը ռազմավարական սխալ է կատարում։ Երբ որ հրաժարվում է արցախցիների Արցախ վերադարձի հնարավորությունից կամ այդ հարցը նույնիսկ քննարկելուց նախ, իսկապես փորձ է արվում փակել Արցախի էջը, հայկական Արցախի էջը, եւ երկրորդը, երբ որ չի լինում Արցախը, իսկ Արցախը մեր էշելոնավորված պաշտպանության կարևոր տարրերից մեկն է։ Տեսեք, երբ որ կար Արցախը, մեր եւ ադրբեջանական բանակայինների միջև, ռազմական ենթակառուցվածքների միջև 11 կիլոմետրեր էին։ Հիմա ադրբեջանցիները մոտեցել են Հայաստանին, ֆիզիկապես մոտեցել են մեր մայրաքաղաքին։ Իսկ երբ որ դու նաեւ բանակցային սեղանից հանում ես արցախցիների Արցախ վերադառնալու հարցը, դու հնարավորություն ես տալիս ադրբեջանցիներին ամբողջ թափով զբաղվել հայկական պետականության լուծարման, որտեղ ադրբեջանցիները ապացուցել են Արցախի օրինակով, որ իրենք ուզում են ոչ թե մեզ հետ ապրել, այլ ուզում են մեր փոխարեն ապրել։ Մտածեք այդ մասին։